Թուրքական տնտեսության հետ կապված բացասական զարգացումները, մասնավորապես թուրքական դրամական միավորի լիրայի պատմական նվազագույնները վերջին շրջանում իրականում տարիների կտրվածքով անընդհատ ստացվող տեղեկություններ են։ Վերջին օրերին դա առավելապես պայմանավորված է ներքաղաքական զարգացումներով Թուրքիայում, Ստամբուլի քաղաքապետի ձերբակալություն, ապա բողոքի ակցիաներ, որոնք միտված են չսահմանափակվելու միայն Ստամբուլով, եւ բնական է, որ ներքաղաքական նման սրումների եւ անկայունության պարագայում ֆինանսական շուկաները նույն թեկուս դրա բաղադրիչներից ատրիբուտներից մեկը ազգային արժույթը պիտի արձագանքեր զգայուն եւ կոշտ ըստ էության ինչին էլ ականատես եղանք թուրքական լիրան հերթական պատմական նվազագույնը գրանցեց ինդեքսները 10 եւ ավել տոկոսով անկումներ ապրեցին իդեպ մի քանի օր շարունակ այդ անկումը շարունակվում էր առաջին 10% անկումից հետո ինչին ի պատասխան Թուրքիայի կենտրոնական բանկը գործողություններով հանդես եկավ մի կողմից բարձրացրեց իրենց հիմնական տոկոսադրույքը, ապա նաև ընդամենը մի քանի օրերի ընթացքում 26 միլիարդ դոլարի լիրայով հաշվարկված արտաշույթի վաճառք իրականացրեց աջակցելու սեփական արժույթը։ Ինչպես նշեցինք, թեև դրանք պայմանավորված են այս օրերի այս զարգացումները պայմանավորված են ներքաղաքական պրոցեսներով եւ գործընթացներով, բայց Թուրքիայի տնտեսության, թուրքական լիրայի, արտաշուտային պահուստների հետ կապված խնդրահարույց զարգացումները որևէ կերպ նոր չեն։ Դրանք վերջին տարիներին բավական սուր դրսևորումներ են ստանում եւ ընդհանուր առմամբ հաթեթավորված են այսպես կոչված էրդողանական տնտեսական բավական ոչ օրինաչափ քաղաքականությամբ։ Որևէ կերպ պատահական չէ, որ Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահների պարբերաբար փոփոխություններ եղան պայմանավորված հենց այդ քաղաքականության հետ անհամաձայնություններով։ Իսկ ո՞րն է այդ էրդողանական քաղաքականության հիմքը եւ առանցքը։ Դա թուրքական լիրայի այսպես որոշակիորեն ցածր մակարդակում պահելն է, որի ամբողջ նպատակը թուրքական արտահանման էքսպանսիոնիստական քաղաքականության իրացումն է եւ իրականացումն է։ Իհարկե արտահանման տեսանկյունից արտաքին շուկաները գրավելու տեսանկյունից դա որոշակի հաջողություններ բերում է, բայց պետք է նշել, որ արդեն սոցիալ-տնտեսական ազդեցությունների եւ հետևանքների տեսանկյունից նույն հիմնական տոկոսադրույքների անընդհատ բարձրացում կամ դրանց չնվազեցումը, որը եւս ворթեգրած քաղաքականության մաս է, շատ լուրջ գնաճային իրավիճակ, շատ լուրջ թանկացումներ են առաջացրել եւ շարունակում են առաջացնել Թուրքիայում, ինչը սոցիալ-տնտեսական լուրջ դժգոհությունների առիթ է։ Եվ ի վերջո թուրքական լիրայի անընդհատ անկումները, ֆինանսական անկայունության եւ վստահության հետ կապված լուրջ խնդիրները երկարաժամկետում խնդրահարույց զարգացումներ կարող են առաջացնել Թուրքիայի տնտեսության հետ։ Մինչդեռ էրդողանական քաղաքականության ավելի երկար ժամանակահատվածի ռազմավարության հիմքում այսօր գնաճի դեմ չպայքարն է, պատճառաբանությունն այն է, որ արտահանողներին աջակցության արդյունքում արտահանման հնարավորությունների զարգացման արդյունքում շատ ավելի երկար ժամանակահատվածում նույն գնաճի դեմ պայքարը շատ ավելի հեշտ եւ արագ կլինի պայմանավորված մի կողմից արտահանման հաջողություններով, մյուս կողմից տնտեսական աճի խթանմամբ, քան եթե այսօր իրականացվեն այն օրինաչափ այսպես ունիվերսալ գործողությունները իդեմս տոկոսադրույքների նվազեցման եւ թուրքական լիրայի այսպես դիրքերի փոփոխության, այսինքն հակառակ քաղաքականության։ Այս տեսանկյունից այս քաղաքականությունը բավական հետաքրքիր է, թեև կարծես թե մի փոքր անշնորհակալ է թշնամական երկրի տնտեսական քաղաքականությունը հետաքրքիր անվանելը, առավել եւս որոշակի էլեմենտով եւ բաղադրիչով, որ չի բացառվում երկար ժամանակի կտրվածքում դա ունենա դրական այսպես ազդեցություններ, բայց այնուամենայնիվ փաստը եւ իսկապես իրողությունները այդպիսին են։ Այլ է խնդիրը, որ այդ քաղաքականությունը ներկայիս թե ներտնտեսական լարվածության ֆոնին եւ թե Թուրքիայի տնտեսության առաջ ուրեմն ծառացած բազմաթիվ այլ խնդիրների տեսանկյունից շատ վտանգավոր է եւ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե որքանով այդ էրդողանական քաղաքականությունը կկարողանա դիմակայել ընթացիկ զարգացումները եւ արդյոք կհասնի այն հնարավոր վերջնարդյունքին, որի գնահատումը եւ արդյունքն էլ ըստ էության այս քաղաքականության հիմքում է։ Կկարողանա արդյոք Թուրքիայի տնտեսությունը ընթացքում
կարող հաղթահարել բոլոր այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են։ Սա իհարկե բավական հետաքրքիր է։ Այս իմաստով բավական լուրջ խնդիրներից մեկը օրինակ նշենք, գնաճը նշեցինք, սոցիալ-տնտեսական լարվածությունը եւ բողոքի առաջացող ալիքը իհարկե եւս նշեցինք, բայց այստեղ կան նաեւ թուրքական արտարժութային պահուստների խնդիրը, որոնք վերջին տարիներին էականորեն կրճատվել են։ Եվ փաստորեն իրականացնելով նման քաղաքականություն, որևէ քաղաքական ցնցման, որևէ սրության, անորոշության որևէ թեկուզ փոքր ալիքի բարձրացման պարագայում, առանց այդ էլ բավական ցածր մակարդակում գտնվող լիրան լուրջ խնդիրների առաջ է կանգնում եւ կենտրոնական բանկը հերթական անգամ անհրաժեշտություն է ունենում կատարել այդ ինտերվենցիաները, արտարժույթի գնումներ, վաճառքներ եւ այլն, ինչը ուղիղ հարված է, հերթական հարված է արտարժութային պահուստներին։ Այսինքն սա բավական այսպես ծանր եւ լուրջ խնդիր է նույն թուրքական տնտեսության համար եւ այո, այսօրվա բոլոր եղած գնահատականները, որ Թուրքիայի տնտեսությունը շատ լուրջ հնարավոր զարգացումների եւ այդ թվում նաեւ փլուզման հավանականության առաջ է կանգնած, իրականում օբյեկտիվ են։ Եվս մեկ անգամ կրկնենք, որ այսօրվա գործողությունները եւ գլոբալ քաղաքականությունը որոշակի այսպես վտանգի եզրով ընթացող քայլերի եւ քաղաքականության է նմանվում, թե ինչ վերջնարդյունքի կհանգեցնի, իհարկե կհետևենք հաշվի առնելով տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության դեպի մեզ եւ մեզ համար այդ երկրի դերակատարության հանգամանքը եւ այլն։ Եվ ի վերջո արտարժույթների հետ կապված, արտարժութային պահուստների հետ կապված խնդիրը հետաքրքիր զուգորդությամբ Ադրբեջանի արտարժութային պահուստներն են բավական մեծ թափով ավելանում եւ այս պարագայում առնվազն կյանքի իրավունք ունի հարցադրումը։ Արդյոք Թուրքիայի կողմից Ադրբեջանին անթաքույց ցուցաբերված օժանդակությունը չի ենթադրում որոշակի գնի վճարում Ադրբեջանի կողմից, չի ենթադրում որոշակի գին եւ արդյոք այդ գինը փոխկապակցված չէ հենց այդ արտարժութային պահուստների հետ եւ հետեւաբար այստեղից նաեւ հարցադրում դա շարունակաբար չի լինելու հետագա աջակցության առիթ եւ պատճառ Թուրքիայի համար աջակցության դեպի Ադրբեջան։ Իհարկե սա արդեն դեպի մեզ ուղղակի եւ անուղղակի առնչություն ունեցող հնարավոր առնչություն ունեցող հարցադրում է։ Հետեւաբար այս զարգացումներին կլինենք ուշադիր եւ կանդրադառնանք պարբերաբար։